Պարոն Պողոսյան, այդքան որ ասում եք պետք է ոտքի կանել, շատ լավ, թող ոտքի կանեն։ Մի անգամ ոտքի կանեցին, նորից հիշեցնում Սրբազան շարժումը։ Հետո գնացին տուն։ Անցած տարի եք նույն բանը ասում, որ պետք է ոտքի կանել։ Այս 5 տարի է տարբեր ընդդիմադիր ուժեր են ասում, որ պետք է ոտքի կանել։ Այս ժողովուրդը ոտք չունի, չի ուզում կանի, թե կանգնում են, հոգնում են, գնում են տուն նստելու, թե ինչ-որ մի բան խանգարում է։ Եվ ի վերջո մենք եկանք հասանք 26 թվականի ընտրությունների նախաշեմին արդեն։ Հիմա պետք է ոտքի կանենք, որ ընտրություններից առաջ Նիկոլին հեռացնենք 10 օր առաջ, թե գնանք ընտրություններով հեռացնենք։ Ուրեմն մենք պետք է ցանկացած առիթ բաց չթողենք գործող վարչախմբին հեռացնելու։ Դա կլինի արտահերթ, թե դա կլինի հերթական ընտրություններ։ Արտահերթի հույս կա, պարոն Պողոսյան։ Եթե լինի ինչ-որ կայծ, որը կտանի արտահերթ ընտրությունների, ապա մենք պատրաստ պետք է լինենք արտահերթ ընտրություններով։ Ո՞րն է այդ կայծը։ Այդ կայծը Որ բան նորից հանձնի դառնա դա կայծ։ Այդ կայծը կարող է լինել պատմության կրկնումը։ Գործող վարչախումբը վախեցավ Կիրանցի ոսկեպարի եւ Բաղանիսի հանձնումից հետո այդ քայլերը կրկնելու։ Եվ նորից եմ կրկնում։ Վստահ եք, որ դրանից սահմանազատման գործընթացը կանգնեց։ Եթե չլիներ 1 տարվա ոտքի կանգնելը, ժողովրդի ոտքի կանգնելը, եթե չլիներ, հավատացած եղեք, որ այսօր մենք Տիգրանաշեն չենք ունենա։ Ես նախորդ մեր հանդիպման ժամանակ ասացի, որ Տիգրանաշենի խնդիրը քննարկված եւ լուծում ստացած է արդեն։ Եվ դա փաստ էր, հիմա էլ է դա փաստ։ Բայց միայն ժողովրդի ոտքի կանգնելը փրկեց Տիգրանաշենը, բայց Տիգրանաշենը փրկված չի։ Բայց մնացած Ալիևի պահանջները չկատարելը դա ժամկետի հետաձգում ընդամենը։ Եվ նորից եմ կրկնում, Աստված մի արածցե, եթե գործող վարչախումբը վերարտադրվի, այդ ժամանակ արդեն մենք կտեսնենք, թե ինչ խորը փոստ են գնում Հայաստանի Հանրապետությունը։ Աստված 2 անգամ արդեն արածցե, պարոն Պողոսյան, եւ ձեր ասած գործող վարչախումբը մի անգամ ընտրվել է, ընտրվում նաեւ ձեր մասնակցությամբ ու ձեր թեթև ձեռքով խորհրդարանում, երկրորդ անգամ նաեւ ժողովուրդը գնաց 680,000 մարդ, պատերազմից հետո մարդկանց զոհերի դիակները դեռ թարմ, գնաց նորից ընտրեց իրեն։ Հիմա բա որ երրորդ անգամ ընտրի Փաշինյանին, էլի ինչ աստուն ենք մեղադրելու։ Մենք աստվածավախ մարդիկ ենք եւ հավատում ենք Աստծուն, բայց մենք ամեն օր աշխատում ենք։ Մենք ամեն օր աշխատում ենք, այսօր մեր հանդիպումն էլ է աշխատանք։ Մենք ամեն օր աշխատում ենք, մենք ամեն օր իրազեկում ենք, մենք ամեն օր փորձում ենք ոտքի հանել մարդկանց եւ կանգնեցնել այն արհավիրքը, որը կախված է Հայաստանի Հանրապետության գլխին։ Եվ եթե լինի արտահերթ ընտրություններ, իսկ դրա հավանականությունը շատ քիչ է, որովհետեւ վարչախումբը ունի պայմանավորվածություններ մեր անդիմադիր ուժերի հետ, թշնամիների հետ։ Թշնամիներ։ Այո, վարչախումբը ունի պայմանավորվածություն մեր թշնամու հետ, մասնավորապես Ալիևի հետ։ Քանի որ վարչախումբը ուզում է ստանալ նոր մանդատ եւ կատարի Ալիևի ցանկացած պահանջ։ Իր պողպատ է մանդատը, ուզում է փոխարինի, չգիտեմ, Տիտանի մանդատով։ Բայց մենք դա թույլ չենք տալու։ Դա չի լինելու։